պրակտիկայի, թե բուժման համար։ Ինչ է կարծում ձեր ավելի երիտասարդ գոլեգաներին, անգամ դեր ուսանողական աթոռին նստածներին, արդյոք բավարարում այսօր այն գերականությունը, գիտական գերականությունը, որը պետք կլիներ, արդյոք մենք ունենք այդքան թարգմանություններ, թե արդեն բժիշկիներ, ինչպես նաև լինգվիստին, շատ կարևոր իմանալ մի քանի լեզու, որպեսզի գոնե կարողանալ այդ գերականությունը ընթերների դարձնել։ Շատ չափազանց կարևոր հարց է, չափազանց բժշկական կրթական իմաստով, կրթության իմաստով։ Ավանդական այնպես է եղել մեր երկրում, որ մենք օգտագործել ենք արտասահմանյան գրականություն մեր ուսման մեջ, թե կլինի դա հիմնականում ռուսական գրականություն եղել, բազային կրթությունը ստանալուց, հետդիպլոմային կրթությունը ստանալուց արդեն ավելի շատ անգլալեզու գրականություն է կիրառվել եւ այդ վիդեո մատերիալները եւ այլն։ Իմիջիալոց ասեմ, որ դա ընդունված է ամբողջ աշխարհում, որ անգլալեզու թե Ֆրանսիայում, թե Իտալիայում, թե Իսպանիայում, եվրոպական երկրների մասին է խոսքը զարգացած, անգլալեզու ուրեմն գրականությունը կիրառելը ընդունված պրակտիկա է եւ այնտեղ ուղղակի հնարավոր չէ լինել բժիշկ չտիրապետելով գոնե անգլերենին։ Էլ չեմ ասում, որ մի քանի այլ լեզուների են տիրապետում, անհրաժեշտություն է առօրյայի։ Իհարկե պետք է դրա հետ մեկտեղ ասեմ, որ այդ արձանագրությունները, այդ պրոտոկոլները, ստանդարտները, նրանք պետք է պարտադիր թարգմանված լինեն մայրենի լեզվով։ Եվ մենք Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ջանքերի շնորհիվ վերջի տարիներին այդ եվրոպական ասոցիացիայի պրոտոկոլները ադապտացրեցինք եւ թարգմանեցինք եւ տվեցինք, այսպես ասած, մեր ուրոլոգներին տեղերում, որ իրանք առաջնորդվեն այդ ստանդարտներով, հայերեն լեզվով։ Դուք տվեցիք, իրենք վերցրին։ Այո։ Դա ամենակարևորն է։ Ես հասկանում եմ ձեր հարցը։ Իրանք իհարկե դա որոշակի դժվարություններ են, որոշակի ստերեոտիպներ բժիշկներն էլ իրենց հերթին պետք է կոտրեին իրանց մտածելակերպի մեջ, աշխատավոճի մեջ, բայց աստիճանաբար դա մեկ օրվա process չի, դա որոշ երկրներում տարիների խնդիր է։ Մենք էլ աստիճանաբար այդ ճանապարհին ենք։ Մտածելակերպը շատ բժիշկների փոխվել է դեպի ավելի առ։ Գիտեք, որովհետև այսօր հաճախ զրույցներ ունենալով, թեկուզ մեզ մոտ մայրաքաղաքում կամ մարզերում, գիտեք, շատերի մոտ մանավանդ ես հիմա նկատի ունեմ տղամարդկանց ստերեոտիպ որպես այսպես մնացելամեջները, որ եթե կա պրոբլեմ շագանակային գեղձի հետ, ապա անպայման խոսքը գնում է միայն մերսման մասին, ու ոմանք ունեն բարդություններ գնալ դրանով եւ այլն, մոռանալով, որ ի վերջո 21-րդ դարում են կան շատ ուրիշ մեթոդներ, կան դեղամիջոցներ եւ այլն եւ այլն։ Այ կուզեի որ դա էլ ասեք, որպես հիմա մեր դիտողներն ավելի հանգիստ լինեն։ Իհարկե, ես կուզեի այսպես որ մեր հեռուստադիտողը լինի այդ հարցում ավելի օպտիմիստ, բայց նորից պետք է նշեմ, որպեսզի ամեն ինչ լավ լինի, այդ հարցում էլ առողջությանը պետք է հետևել։ Պետք է չխուսափել, չվախենալ գնալ բժշկի։ Այլ բան է թե ընտրությունը բժշկի դժվար հարց է հիմա, ես հասկանում եմ, որովհետև հատկապես նման քրոնիկական պրոստատիտներ, էրեկցիայի խանգարումներ, շատ անգամ կարծես թե բազուն, այսպես մասնավոր փոքրիկ կլինիկաներ են սկսել զբաղվել եւ ես չեմ ուզում նորից որևիցե մեկին նեղացնել, բայց ուզում եմ ասել, որ ինձ հանդիպած, իսկ ես որպես Երևանի գլխավոր ուրոլոգ բավականին խոր ուսումնասիրություն արեցինք այս վերջերս, ինձ հանդիպած կլինիկաների մեծ մասում այդպիսի մասնավոր, որոնք լավ չեն ինտեգրված Հայկական ուրոլոգիական ասոցիացիային, չեն համագործակցում ակադեմիական կլինիկաների հետ, ոչ այնքան պատշաճ հիմքերի վրա է դրված այդ հարցերի բուժումը։ Իհարկե, քրոնիկական պրոստատիտը կամ էրեկցիայի բուժումը չի պահանջում վիրահատություն շատ դեպքերում, մեծամասամբ, չի պահանջում ծավալուն գործողություն, բայց նա պահանջում է նորից հմտություն, բացարձակ գիտելիքներ, տիրապետել գիտելիքներով ժամանակակից մեթոդներ։ Այդ մերսումը դա ստերեոտիպ է, կլիշե է, որի մեջ մեղքի բաժինը ունեն իհարկե շատ բժիշկներ։ Ես կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը դիմել վերջապես ակադեմիական կլինիկաներ, ավելի հաճախ այդ պրոբլեմներով, դիմել պոլիկլինիկաներ, որտեղ աշխատում են լավ, հմուտ
խելացի բժիշկներ։ Չեմ ուզում ամենևին նեղացնել մասնավոր այդ կլինիկաները կամ կաբինետները, կարծում եմ, որ այնտեղ էլ կարող են լինել լավ բժիշկներ, չի բացառում, բայց համենայն դեպս ակադեմիական կլինիկաներում այդ բուժական process-ը ստանդարտներին համապատասխանելը վերահսկվում է։ Այդտեղ աշխատող բժիշկները անընդհատ ներգրավված են հետդիպլոմային շարունակական կրթության մեջ, որը շատ կարևոր է։ Գիտեք, հաճախ երբ զրույցների ժամանակ իհարկե արդեն այն չեն մեր ինստիտուտները, մանավանդ եթե խոսքը գնում է Մարբուհի մասին, ես նկատում եմ բժշկական ինստիտուտի, փորձում եմ բերել օրինակ, որ ի վերջո եկեք չմոռանանք, եթե ինքը չլիներ լավը, այսօր մենք այդքան արտասահմանցի ուսանող չէինք ունենա։ Հա, միգուցե դրանք մեծամասնություն ասենք դա Հնդկաստանն է, կամ ասենք արաբական որոշ երկրներ կան մեզ մոտ գտնվող, կամ Պարսկաստանից են գալիս ուսանողներ, բայց ի վերջո գալիս են ոչ, մենք նշում ենք երկրներ, որոնք այսօրվա օրով բավականին զարգացում են ապրում եւ շատ ու շատ հարցերում գնացել են առաջ, բայց արուտես, որ երիտասարդները քարտերի վրա գտնում են մեր փոքրիկ հանրապետությունը եւ անպայման ուզում են ուսանել այստեղ։ Ու դա ոչ միայն նրա հետ է կապված, կարծում եմ, հա, որ ասենք մեզ մոտ շատ ավելի էժան է, քան ասենք որևէ ուրիշ տեղ։ Այո, անշուշտ պետք է քննադատելով իսկ խնդիրներ իրոք կան, ես պետք է նշեմ, հարգելի Հրանտ, որ ես անձես մեծացել եմ մի այնպիսի ընտանիքում, իմ հայրը շուրջ 40 տարի նվիրել է պետական բժշկական համալսարանին մեր, եղել է կլինիկական դեղաբանության ամբիոնի հիմնադիրը, պրոֆեսոր Բորոյանը, ցավոք սրտի նա մեզ հետ չէ, նա է իմ համար, նա եւ իրեն հասակակիցները, ընկերները, այդ սերունդը ինձ համար օրինակ են այն իսկական բարձր իմաստով պրոֆեսորայի։ Ես ունեմ այդ ստանդարտը։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ մեր սերունդը տեսավ ամենաբարձր ստանդարտները մեր բժշկական համալսարանին, վերջի տարիներին ես այդքան էլ ծանոթ չեմ այնտեղի տեղի ունեցող process-ներին, բայց կարող եմ ասել, որ այդ բժշկական համալսարանը այնքան պինդ եւ այնքան ամուր ավանդույթներ ունի, դրվածքներ, որ ես կարծում եմ, որ ոչ մի նոր այսպիսի փոփոխություններ չեն էականորեն խախտել հիմքերը։ Եվ բժշկական կրթությունը այնուամենայնիվ, որը տալիս է մեր մայրբուհը, ես համարում եմ լավ, բավարար, ստեղ ուղղակի այլ հարց է, որ նորից եմ ուզում կրկնել, երիտասարդ բժիշկները պետք է բավականաչափ մոտիվացված լինեն, որտեվ բժիշկ դառնալը դա զուտ դիպլոմ ստանալը չէ կամ որևիցե վիրահատության տիրապետելը չէ։ Բժիշկ դառնալ ինձ համար մի փոքրիկ մի այլ գաղափար է, դրա համար երիտասարդները պետք է ավելի մոտիվացված լինեն, ավելի ձգտում ունենան։ Եթե իրենք այդ ձգտումը ունենան, համոզված եմ, որ բուհը, մեր մայրբուհը ունակ է տալ այն գիտելիքները, որոնք պահանջվում են ժամանակակից բժիշկ դառնալու համար։ Ես կարծում եմ այն մոտեցումը, որ դուք ասացիք բժիշկներին, այսօր թերևս վերաբերում է բոլոր մասնագիտություններին, որովհետև նույն կերպ պետք է մտածել ուսուցիչները, նույն կերպ մտածել մեր շինարարները, ֆիզիկոսները, դերասանները եւ բոլորը, որովհետեւ ի վերջո ամեն մեկս պետք է հասկանանք, որ սերունդ է նայում մեզ եւ ընտրելով իր մասնագիտությունը, նաեւ ինչպես դուք շատ լավ օրինակ բերեցիք ձեր հայրիկին, այնպես էլ կարծում եմ, որ մարդիկ պետք է ունենան այդ տիպի օրինակներ, ում որ հետևեն, այլ ոչ թե այն ինչ որ ստեղ այնտեղ լսում կամ տեսնում են։ Այո։ Ասեք խնդրում եմ, իսկ իհարկե նշեցիք, որ քաղաքի գլխավոր ռոլը, բայց կարծում եմ, որ քաջատեղյակ լինեք ինչա կատարում հանրապետությունում մեզ մոտ։ Այո։ Որքանով ասենք մեր մարզային բնակչությունն ապահովված լավ բժշկական սպասարկման ունենք արդյոք լավ կլինիկաներ այսօրվա օրով կամ կա տենդենս դեպի լավը գնալու մասնագետներ, որոնք որ այսօր ավելի հաճախ մեկնում են մարզերում աշխատելու։ Այո, անշուշտ մարզերում իրավիճակը մի փոքր այլ է, ավելի կտրուկ տարբերվում է Երևան քաղաքից եւ ես համարում եմ, որ դա առողջապահության մեր հիմնական խնդիրներից մեկն է, այդ
չափազանց